Իրան-Իսրայել պատերազմի 19-րդ օրը հրթիռակոծումները թեև առաջին օրերի ինտենսիվությամբ չեն շարունակվում, սակայն ավերածություններն ու վիրավորների թիվը Իսրայելում չի պակասում։ Արտյոմ Չեռնամորյանի խոսքով երեկվա դրությամբ վիրավորների թիվն անցել է 3530-ը, նրանց մի մասը հոսպիտալացվել է, մի քանիսի վիճակը ծանր է։ Գիշերը 2 զոհ ունեցավ երկիրը, տատիկ ու պապիկ սպանվեցին, որ չեն հասցրել իջնել ռմբապաստարան եւ հրթիռը ուղղակի հրթիռի բեկորը, ոչ թե հրթիռ, այլ բեկորը ընկել էր շենքի վրա եւ մարդիկ մահացել էին, այդ տարեց մարդիկ։ Սպանվածները բոլորը քաղաքացիական բնակիչներ են, երեխաներ, այսինքն այս Իրանի ռեժիմի հիմնական կռիվը խաղաղ բնակության հետ է։ Իսրայելում հարվածների տակ են նաև հայաշատ թաղամասերը, բարեբախտաբար հայերի շրջանում վիրավորներ չկան։ Երկրի կենտրոնում հիմնականում 4-5 քաղաքներ կան հայաշատ, որոնք անընդհատ թիրախավորվում են եւ հրթիռների մինիմում հրթիռները եթե չընկնեն, ասենք ուղիղ անմիջական հարված հասցնեն բնակելի շենքին, բայց ասենք հրթիռների այդ հսկայական կտորներն ընկնում են քաղաքների վրա։ Եթե Իսրայելում վիրավորների եւ զոհերի թվում հայեր չկան, ապա Իրանում պատկերը հակասական է։ Հարևան երկրից հավաստի տեղեկություն չկա։ Խոսք կար, որ թեթև վիրավորներ կային 2 հոգի, բայց կրկին տեղեկությունները այնքան Իրանահայերի թեթև վիրավորներ կային, բայց շատ դժվար է այդ ամենը հաստատելը, հաճախ ասում են, այդ որ երբ որ փորձում ենք ինֆորմացիայի հետևից գնում ենք, փորձում ենք հաստատել, պարզվում է որ կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել, որ Ներողություն, երկուսը հաստատված է։ Չէ, հաստատված չէ։ Թեհրանի Արաքս պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը սակայն որոշ տեղեկություններ ունի հենց այս մասով։ Դեպքերի հետևանքով այդ ռմբակոծումների մենք ունենք 2 վիրավոր, որոնցից մեկը փոքր երեխա է, հիմա երևի արդեն պիտի առողջացած լինի հուսանք։ Ծանր վիճակ չկա, ռմբակոծումները բնականաբար, որովհետև հայկական թաղի շրջակայքին կամ մոտիկ լինում են, ձայներ կան, մտահոգություններ կան, բայց վիճակը դեռ բարեբախտաբար կայուն է։ Եթե Իսրայելից Հայաստան վերադարձը գրեթե անհնար է, քանի որ խոսքը հազարավոր կիլոմետրերի մասին է, ապա Իրանից հայրենիք ճանապարհն ավելի հեշտ է։ Իրանահայերի զանգվածային հոսք սակայն չկա։ Որևէ տվյալ կոնկրետ չունենք, քանիսն են եկել, բայց կարող ենք ասել հետևյալը. որևէ արտառոց հոսք, այսինքն մարդկային հոսք իրանահայերի դեպի Հայաստան, որը որևէ ձևով տարբերվում է նախորդ ժամանակահատվածների հետ, չունենք։ Այսինքն որպես այդպիսին հայերի փախուստ կամ չգիտեմ ոնց ձևակերպեմ դա շարժ դեպի Հայաստան չկա։ Ինչն է հետ պահում հայերին վերադարձից։ Պատերազմի մոտալուտ ավարտի կանխատեսումը տեղում իրավիճակի դեռևս կառավարելի լինելը, թե Հայաստան վերադարձի դեպքում անորոշ ապագան։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները մեկնարկեցին փետրվարի 28-ին։ Առաջին իսկ օրը Թեհրանում սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամանեին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Իրանը պատասխանում է հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրներին, որտեղ ամերիկյան ռազմական օբյեկտներ կան։